Հայաստանում Պակիստանի դեսպանատուն բացելու մասին տեղեկությունը չի հերքել արտգործնախարարությունը։ Նյուզեեմին է հայտնի դարձել, որ մեր երկրում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու համար այժմ ակտիվ աշխատում են Պակիստանի և Հայաստանի դիվանագետները։ Աղբյուրի փոխանցմամբ դեսպանության բացումը նախատեսվում է հաջորդ տարի։ Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին անվերապահ աջակցող Պակիստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2025 թվականի օգոստոսի 31-ին։ Այդ հույսը կա։ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել։ Մայրաթոռը հայտնել է, որ արդեն նախկին քահանան վարկաբեկել է հայ եկեղեցին, եկեղեցականներին պատարակների ժամանակ կամայականորեն զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը։ Գորիսի 100-ամյա պետական քոլեջի աշխատանքը կաթվածահար է եղել։ 30 աշխատակից ազատման դիմում է գրել քոլեջի տնօրենին Կարեն Լազարյանին աշխատանքից ազատելու պատճառով։ Նա անհիմն է համարում իրեն աշխատանքից ազատելու հիմնավորումը։ Այն է, իբր խոչընդոտել է կառավարության որոշմանը Գորիսի երկու պետական քոլեջները միացնելու վերաբերյալ։ Լազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը համարում է զուրկ իրավական հիմքերից։ Երկու քոլեջների միավորման արդյունքում քաղաքը պետք է ունենա մեկ նոր Գորիսի բազմագործառույթային պետական քոլեջ։ Գուցե 500,000 դրամի ծառայություն։ Հայաստանի կառավարությունը թոշակը 10,000 դրամ բարձրացնելու փոխարեն այդ գումարը օգտագործում է 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար առողջապահության ապահովագրության համակարգ ներդնելու համար։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բացատրել է, որ թոշակառուների առաջնային ծախսը առողջապահությունն է և ապահովագրությունը թույլ կտա նրանց ստանալ շատ ավելի թանկարժեք ծառայություններ՝ 20,000-ից մինչև կես միլիոն դրամի։ Մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։ Մեր ձևով շարժումը համապետական ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով։ Ստորագրությունները հանրագրի տեսքով ուղարկվելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Շարժման անդամ Գոհար Մելոյանն է այսօր հայտնել, հիշեցնելով, որ դեռ մայիսից Տաշիր կապիտալը այս տարվա ընթացքում մի քանի անգամ դիմել է ՀԾԿՀ հոսանքի սակագինը իջեցնելու համար։ Հանձնաժողովը մեկ անգամ մերժել է, երկրորդ դիմումին չի պատասխանել։ Մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, ինքը լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից էր մեր սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ եւ պահանջներ ներկայացնել։ Շարժման անդամի խոսքով Տաշիր կապիտալի ճիշտ ղեկավարման շնորհիվ հեծում կուտակվել է ավելի քան 6 միլիարդ դրամ շահույթ, ինչը հնարավորություն է տալիս իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Հիմնավորումը կայանում է նրանում, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5 միլիարդ կիլովատժամ, որից 2.1 միլիարդ կիլովատժամը սպառվել է բնակչության կողմից։ Եվ եթե մենք դիտարկում ենք, որ կա 6 միլիարդ եւ ավել դրամի խնայողություն, որը որ մենք բաժանենք 2 միլիարդ բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի, դա կազմում է մոտ 3 դրամի կարգով, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը։ Սա է մեր դիրքորոշումը։ Ստորագրահավաքին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Ինչ են մտածում երևանցիները։ Հնարավոր կլինի ստորագրահավաքի միջոցով ստիպել ՀԾԿՀ-ին էժանացնել հոսանքը 3 դրամ։ Քանի որ նախաձեռնությունը մեր ձևով շարժումից է գնում, դժվար թե դա ընդունեն անեն, քանի որ երևի թե ինձ թվում է կառավարությանը դա դուր չի գա։ Երևի իրենց շահերից ելնելով ավելի շատ շահույթ ստանալու համար։ Դե համապատասխան մարմիններ կան, որ պետք է զբաղվեն դրանով, պարզ են, մենք չենք կարող ասենց, օդի մեջ չեմ կարող ասեմ, ինչն է պատճառը։ Մարմիններ կան, որ պետք է իրանք զբաղվեն, անգործ չմնան զբաղվեն, պարզ են։
հնարավոր է իջացնել, պիտի իջացնեն, եթե հնարավոր չէ, ուրեմն բայց պարզ է լի, այդ ամեն ինչը պարզ, որ մարդկանց հասանելի լի։ Ինձ թվում է մեր այս երկիրը ոչ մի պրեզիդենտ չի ղեկավարում, սա դրսից է ղեկավարվում, թե որ երկրից, ամեն անգամ մի ձևով, այ հենց դրա համար ոչ ընտրական համակարգ գոյություն ունի ստեղ, այդ համակարգը չի գործում։ Գյուղատնտեսական նոր ռեֆորմի առաջարկ է արել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր ապրանքները թանկացել են, մինչդեռ գյուղացու հիմնական արտադրանքի կաթի գինը մնացել է անփոփոխ 120-ից 130 դրամ։ Սրա պատճառով գյուղացիները պակաս գնողունակ են դարձել, աղքատացել են։ Կարապետյանը առաջարկում է, որ պետությունը սուբսիդավորի կաթի գինը յուրաքանչյուր լիտրի համար ավելացնելով 40 դրամ։ 120-130 դրամ, երբ գյուղացին կաթը վաճառում է, նրա շահույթը ընդամենը 40-50 դրամ է, քանի որ խոտի գին, այլ ծախսեր եւ աշխատանքի մեծ աշխատանքի արդյունք է, անասնապահությունը դժվար աշխատանք է։ Իսկ եթե պետությունը եւս 40 դրամ սուբսիդավորում է, նրա շահույթը գրեթե կրկնապատկվում է։ Այսինքն մենք ապահովելով 170, 160-ից 170 դրամ ստաբիլ կաթի գին անգամ մայիսին, հունիսին, հուլիսին, լավ սեզոնին կկարողանանք գյուղերին, գյուղատնտեսական տնտեսություններին, գյուղացիական տնտեսություններին տալ կրկնակի եկամուտ եւ դա հեղափոխական ազդեցություն կթողնի մեր գյուղերի վրա։ Հայաստանում սեզոնային վիրուսների ակտիվացման ֆոնին հանրապետության ավելի քան 55,000 աշակերտ ստիպված է բացակայել դասից։ Առողջապահության նախարարը չի բացառել, որ իրավիճակի վատ տարածման դեպքում ուսուցումը կարող է հեռավար ձևաչափով կազմակերպվել։ Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ գրիպի դեմ պայքարի լավագույն ձևը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասնել է, թե որն է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ամենասուր անհամաձայնության առարկան։ Կողմերի միջև ընթացող բանավեճն այս պահին կենտրոնացած է կոնկրետ տարածքային խնդիրների վրա։ Դա վերաբերում է մոտավորապես 30-ից 50 կիլոմետր տարածությանը։ Բացի այդ, բանակցությունների առանցքային եւ վիճահարույց հարցը Դոնեցկի մարզի այն հատվածի ճակատագիրն է, որը դեռևս գտնվում է ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Խոսքը Դոնեցկի տարածքի մոտ 20%-ի մասին է, ասել է պետքարտուղարը։ Նա նաև շեշտել է, որ Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումը անիրատեսական է եւ տեղի չի ունենա։ Մոսկվայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների մոտ 5 ժամ տևած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցություններն արդյունավետ են եղել։ Հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները, ասել է նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոսկվայում հանդիպումից հետո ամերիկյան բանագնացները եվրոպական երկրներից մեկում պետք է հանդիպեին Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն ուկրաինական կողմը չեղարկել է հանդիպումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Եվրոպայի դեմ պատերազմելու մասին լուրերին եւ հերքել տարածված տեղեկությունները։ Մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, ես այդ մասին արդեն 100-րդ անգամ եմ ասում, սակայն եթե հանկարծ Եվրոպան ցանկանա մեր դեմ պատերազմ սկսել, մենք պատրաստ ենք հենց հիմա, այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել։ Պուտինը նշել է, որ եթե ուկրաինական հակամարտության հարցում իրենք նրբանկատորեն են մոտենում, ապա Եվրոպայի դեմ պատերազմելիս լրիվ այլ կերպ է լինելու, որովհետև այդ պարագայում ոչ ոք չի լինի, որի հետ Ռուսաստանը կարող է բանակցել։ Последствия могут быть самыми разными. Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է, թե իբր Վլադիմիր Պուտինը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացրած խաղաղության ծրագիրը։ Պեսկովը նշել է, որ նման ձևակերպումը սխալ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ռուսական կողմի բանակցություններն Ամերիկայի հետ պետք է ընթանան առավելագույն զսպվածության պայմաններում։ Ռուսաստանի կարծիքով, որքան լուր եւ գաղտնի պայմաններում լինեն քննարկումները, այնքան դրանք ավելի արդյունավետ կլինեն կողմերի համար։ Այդ սկզբունքին Ռուսաստանը հավատարիմ կմնա եւ
Կրեմլը հույս ունի, որ ամերիկյան կողմը նույնպես, ասել է Պեսկովը։ Четко стоят на позициях своих. Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում դաշինքում դեռևս կոնսենսուս չկա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն։ Նրա խոսքով կարևոր է տարբերակել սկզբունքայինությունը գործնականից։ Ուկրաինայի անդամակցության համար անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուտեն նշել են, որ Ուկրաինայի անդամակցությունը չի կարող լինել որևէ խաղաղության պայմանագրի մաս։ Վլադիմիր Զելենսկին բազմիցս է կոչ արել թույլատրել երկրի անդամակցությունը, մինչդեռ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան պետք է մնա պաշտոնապես չեզոք։ Չնայած բանակցություններին Ռուսաստանի Տամբովի մարզում ուկրաինական անօդաչուները հարվածել են նավթամբարին։ Դեպքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Կիևը շարունակի հարձակվել Սև ծովում գտնվող ռուսական տանկերների վրա, Մոսկվան կձեռնարկի պատասխան միջոցներ։ Նրա խոսքով ռուսական բանակը կարող է տալ արմատական այնպիսի պատասխան, որի արդյունքում Ուկրաինան ամբողջությամբ կկտրվի ծովից։ 54 զույգի հարսանեկան արարողությունը տեղի ունեցել Գազայում, որը հովանավորել է Արաբական Միացյալ Էմիրությունները Միասնության տոնի առիթով։ Նորապսակներն ուրախությամբ են նշել տոնը, Պաղեստինի եւ Միացյալ Էմիրությունների դրոշներ ծածանել, ցուցադրել Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի լուսանկարները։ Զույգերի թիվը խորհրդանշական է։ 54-րդ տարին անընդմեջ Էմիրություններում նշվում է Միասնության տոնը։ ԱՄՆ-ում ջրարջը առաստաղից մտել է խանութ, ջարդուփշուր արել ալկոհոլային խմիչքների ցուցափեղկերը, սրտի ուզածի չափ խմել եւ գինով ցած քնել խանութի զուգարանում։ Ամերիկյան լրատվամիջոցները չեն հայտնում մանրամասներ, թե հետո ինչպես են զարգացել իրադարձությունները, միայն որ կենդանին սթափվել է եւ վերադարձել բնություն։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ամբողջ տարածքում գործում է հուզական աջակցության անվճար թեժ գիծ 0-800-00-900 հեռախոսահամարով։ Նախաձեռնության նպատակն է աջակցել քաղաքացիներին հոգ տանել հոգեկան առողջության համար։ Ծառայությունը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ առավոտյան 9-ից երեկոյան 6-ը։ Հուզական աջակցության թեժ գիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։